Բարև ձեզ, եթերում բացարձակ արժեքն է, իսկ այսօրվա իմ հյուրը դերասան, հումորիստ Արամ Մանուկյանն է։ Բարև ձեզ, Արամ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանս մասնակցելու հրավերը։ Ես եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Արամ, զրույցը ուզում եմ սկսել ձեր գործունեության սկզբից։ Ձեր թույլտվությամբ վերադառնանք այդ տարիներ, ինչպես եղավ մտահղացումը դերասան դառնալու, ինչպես գնացիք այդ քայլին եւ ինչ ճանապարհ անցաք։ Երազանքները դեռ 8 տարեկանից է սկսել, երբ որ առաջին նմանակումը արեցի տան պայմաններում, նմանակեցի Արմեն Խոստիկյանին։ Դե բնականաբար հարազատներիս կողմից ստացա, ոնց որ ասած, հավանությունը, ու այդտեղից միտք առաջացավ, որ կարելի է զբաղվել։ Առաջ անգամ բեմ բարձրացել եմ 17 տարեկանում, որպես նմանակող։ Դրանից հետո արդեն որոշել եմ, որ պետք է կոնկրետ զբաղվեմ։ Հետո բանակում կավեինից հետո երբ որ բանակից եկա, թատրոն եմ խաղացել 2 տարի, մանկական ներկայացումներ հիմնականում։ Հետո ինչ որ դադար եմ ունեցել, հետո եկել է արդեն այս ինտերնետային դարաշրջանը, փորձել եմ ստատուսներով, հումորային վիդեոներով, բայց արդեն ես չէի երևում, իմ այսպես ասած դեմքով չէի հումորներ անում։ Հետո որոշեցի, որ պետք է արդեն իմ դեմքով հումորներ անեմ։ Իսկ հետաքրքիր ինչով էր պայմանավորված, որ ի սկզբանե ձեր դեմքով չէիք անում հումորները։ Դե արդեն շատ բան փոխվել էր մի քիչ, ոչ թե արդեն երազանքներիցս էի ուզում հետ մնալ, այլ ինչ որ բաներ փոխվել էր, աշխատանքը, ընտանիք, տենց էլի։ Առաջին տեսանյութն եմ ուզում հիշեք, որը եղավ ձեր դեմքով արդեն։ Տիգրան Արզականյանին եմ նմանակել առաջին Վստահ եմ։ Միանգամից մեծ քննարկումների ալիք բարձրացրեց։ Չէ, շատ հավանություններ եղավ, ավելի շատ հավանություններ եղավ ու կարելի ասել դա իմ, ոնց ասեմ, թալիսմանը եղավ հաջողության։ Այդտեղից սկսեցի արդեն ավելի լուրջ մոտենալ, ավելի փորձել պրոֆեսիոնալ։ Հետագայում արդեն դարձավ այս ինտերնետային ասպարեզը ձեզ համար նաև բլոգերության որոշակի ճյուղ, որովհետև հետագայում արդեն, ինչպես նկատում եմ, սկսեցիք զբաղվել արդեն գովազդներով, ներկայացնել, երբ արդեն մարդիկ ձեր կոնտենտով գրավվեցին, որոշեցին, որ ձեզ վստահեն իրենց այս կամ այն արտադրանքը որոշակի առումով ձեր կոնտենտով ներկայացնելու համար։ Կարծում եմ շատ լավ ներկայացնելուց, հումորային ներկայացնելուց հետո սկսեցին իմ գովազդները շատանալ։ Ու հիմա էլ շատ են, փառք Աստծո։ Ես էլ, այսպես ասած, արդյունք տալիս եմ դրա համար, ինձ շատ են դիմում։ Արամ, ես նկատել եմ, համենայն դեպս կարող եք ինձ հետ չհամաձայնվել, որ նախկինում կրկնօրինակումներ պաշտոնյաներին, վերնախավին, ազգային ժողովի падգամավորներին, ղեկավարներին ավելի շատ էին անում, քան այսօր։ Այսօր շատ քիչ են կրկնօրինակող հումորիստները։ Ես առանձնացնում եմ ձեզ համենայն դեպս, որովհետև կարողանում եք այդ համն ու հոտը պահել եւ ամենակարևորը կարողանում եք ծիծաղեցնել։ Ուզում եմ մի փոքր բացեք փակագծերը։ Ինչով է ըստ ձեզ դա պայմանավորված եւ եղել են դեպքեր, երբ դուք մտածել եք լավ, չարժի սա դնել, չարժի սա հրապարակել, որոշակի առումով չափը անցնում եմ եւ այլն։ Անցյալի հետ կապված, հա, իրականում ավելի շատ էին մի ժամանակ նմանակով, օրինակ Սամվել Բաղդասարյան, Արմեն Ավետյան, շատ էին, այդ կավեինի ժամանակ էին շատ նմանակումներ անում։ Հիմա ճիշտ է, մի քիչ է նմանակումը, միգուցե ասում են ակտուալ չի, բայց քաղաքական այդ ամեն ինչը հակառակն է ապացուցում, որ ավելի ակտուալ է նմանակումները։ Իսկ ինչ մնում է այդ հրապարակել թե չհրապարակելու մասով, որ վիդեոներ եղել է, որ մտածել եմ մի քիչ ստեղ կարող է ճիշտ չհասկացվի, մոնտաժ եմ արել, կտրել եմ, նոր տեղադրել եմ։ Իսկ խնդիրներ առաջացել են այն մարդկանց հետ, ում նմանակել եք։ Չէ։ Խնդիրներ չի առաջացել, խնդիրները հիմնականում առաջանում են մեկնաբանություններում, տվյալ մարդկանց պաշտամունքի արդյունքում։
Շատ նուրբ ենք արտահայտվում եւ անցնում ենք առաջ։ Դուք կրկնօրինակում եք հասարակության տարբեր խավերի, տաքս ու վարորդից, սկսած մինչև ազգային ժողովի падգամավոր։ Ինչպես եք կարողանում պահել այդ չափը հումորի եւ վիրավորանքի միջև, որ հանկարծ այն չանցնի դեպի վիրավորանքի։ Դե մենք հայ ենք, այդ ամեն ինչը պետք է հաշվի առնենք, որովհետեւ այդ նույն տաքսու վարորդը կարող ոնց ասեմ, ես լինեի ու ես ճիշտ չընկալ էի։ Պետք է այդ ամեն ինչը մի քիչ նուրբ լինես, մի քիչ իրանց ոնց որ ասած աշխատանքի մեջ մտնես, իրանց տեղը քեզ դնես, նոր ստեղծագործես, եթե այդպես է, հա։ Նույնը падգամավորների մասով։ Ուղղակի այսօր իրականում падգամավորները ավելի ծիծաղալու բաներ են անում, քան ես։ Պարզապես պետք է նստել եւ նայել, օրինակ երկար ազգային ժողովի նիստը։ Հա, թեկուզ։ Արամ, ձեր տեսանյութերում, ձեր ստեղծած հոլովակներում մեծամասամբ կարծես թե բացի ծիծաղեցնելուց փորձում եք նաեւ սովորեցնել։ Ճիշտ է, համենայն դեպս ուսուցանել որոշակի առումով։ Մեսեջներ կա, պարզապես մեսեջներ կա, որ չեմ ուզում իմ հիմնական այդ վիդեոները, որ նկարում, հիմնական հումորից բացի, իմ հիմնական ասելիքը կարելի ասել երեխաներին է, հա։ Իմ հետևորդներին է, ովքեր բացի թողի վիճակում են թողել իրենց երեխաներին, մեկը հենց TikTok հարթակը, մի քանի օր առաջ ես էլի արել եմ, որ երեխայի ձեռքից վերցրել եմ ուրիշի, ինձ այդքան կոպիտ ասած թույլ եմ տվել, որ հասել է ես պատվիսկա եմ, վերցրել ջնջել եմ, ինքն էլ է զարմացել, ես ասել եմ, որովհետև քո տարիքը չի նախ որ դու TikTok-ում լինես, երկրորդն էլ ինձ նայես։ Իրականում ես այնպեսի կոնտենտ չունեմ, որ ինձ չհետևեն, բայց թող գնան դա սովորեն։ Թող գնան մեր հերոսներին ճանաչեն, ոչ թե TikTok-երներին։ Ցավոք սրտի դա համատարած երևույթ է, դուք ինչպես նշել են, մի հոգու պատվիսկան եք հանել, բայց այսօր Հայաստանում TikTok-յան հարթակը որոշակի առումով հատկապես 18-ից ներքև տարիքի երեխաների շրջանում մղձավանջի է վերածում նրանց կյանքը եւ իրականում այո սովորելու փոխարեն շատ այլ բաներ են սովորում։ Ինչ եք կարծում կգա մի օր, որ կարողանանք այդ դեգրադացիայից դուրս գանք։ Այս տեմպերով հակառակ ուղղությամբ ենք շարժվում, եթե իմ ասածը որպես հումոր չընդունեն, իմ ասածը որպես պարզապես Արամ Մանուկյան չընդունեն ու մեծ չմտածեն, ինքը խի պետք է ասի, որ ես անեմ, ես այդքանը գիտեմ կամ ինքը պետք է ասի, այդպես չնայեն, նայեն իրոք ազգի խնդիր, հաստատ ճիշտ հակառակը մենք կարող ենք անել։ Այսինքն մենք երեխաներին հաստատ կհանենք այդտեղից։ Ճիշտ ու կոնտենտներ կվարեն արդեն մյուսները, ոչ թե կմտնեն այդտեղ հայոյանք կտան, այլ կմտնեն ինչ-որ բան կուսուցանեն։ Կարծում եմ այստեղ յուրաքանչյուրիս խնդիրն է եւ կոնտենտ ապահովողի եւ երեխաների ծնողների, կարծում եմ ամենակիչը երեխաների մեղքն է։ Ծնողների մեղքն է։ Այո, եւ նաեւ շատ ավելի վերնախավի, որովհետեւ կան երկրներ, որտեղ պաշտոնապես արգելված է TikTok-ի օգտագործումը։ Այո, հենց մեկը Չինաստանն է։ Չինաստանում, այո, հատուկ կոնտենտներ կա, որ միայն դրանք է թույլատրվում, մնացածը փակել են։ Ես առաջարկել եմ, որ այստեղ էլ, բայց հələ արձագանք չունենք։ Կարծում եմ, չգիտեմ, մոտ ապագայում ես հույսս չեմ կորցնում։ Ու չենք ունենա փչացած սերունդ։ Արդեն ունենք։ Իմ երեխաները չկան TikTok-ում, իմ երեխաները սոցհարթակներում չկան, բայց ես այսպես եմ մտածում, պես չի, որ եթե իմ երեխաները չկան, ես ապահով եմ։ Կարա իմ երեխայի դպրոցում, կարա իմ երեխայի դասընկերը լինի ու դա վաղը միսօր արդեն իսկ ինձ անհանգստացնի։ Դրա համար պետքա ժամանակին, այսպես ասած, դեմը առնենք։ Հուսանք իրականում ձեր ձայնը այդ առումով եւս տեղ կհասնի։ Ես հակը խոսեմ, ինձանից կոպիտ ասած բան չի գնում։ Էդի միտեղ էլ համարում եմ իմ աշխատանքն է, եթե ես իմ ընտանիքի մասին մտածում, նշանակում է ես իմ ազգի մասին մտածում եմ։ Սա էլ իմ մեծ ընտանիքն է, ես միշտ պետք է պայքարեմ, ինչքան էլ հակառակը անեն, ես էլ
ճիշտ ուղղության վրա եմ, ճիշտ եմ գնալու ու շատ մարդիկ կան այսօր որ ինձ հետևում են, իմ խոսքին հետևում են, իրանց երեխաներին հեռու են պահում այդ հարթակներից, կարծում եմ քիչ փոքր քայլերով, բայց կգնանք առաջ։ Արամ, ձեր կարծիքով հումորը կարող է ավելի ազդեցիկ լինել, թե այս դեպքում ուղիղ խոսքը։ Ուղիղ խոսքից կարա մարդը վատը զգա, էլի անդրադառնանք մեր հայ լինելուն, ոնց ես ինձ պետք է արամ ասի, որ ես հասկանամ, բայց ես հումորով կարամ իմ ուզածը տեղ հասցնեմ։ Կարծում հումորով ավելի շուտ է։ Բայց ըստ իս որոշակի առումով նաև ինտելեկտով պետք է լինի մարդը, որ կարողանա այդ հումորը ընկալի։ Դե հա։ Մանավանդ երբ հասկանում է, որ օրինակ հենց իրեն է ուղղված դա։ Իմ հետևորդները, իմ հանդեսատեսը, ես sense եմ համարում, որ ինտելեկտով մարդիկ են, ինձ հասակակից մարդիկ են, իմ սերնդակիցներն են, իմ ընկերներն են։ Դրա համար էլ ես իրանց հետ ոնց որ ասած հեշտ եմ աշխատում, իրանք էլ ինձ շատ հարգում, սիրում են։ Արամ, ես նկատել եմ նաև, որ երբ ասում ենք Արամ Մանուկյան, պատասխանը գալիս է այսպես այն Վարդան Ղուկասյանին կրկնօրինակողը կամ ադրբեջանցիներին կրկնօրինակողը։ Արամ, ուզում եմ բացեք մի փոքր փակագծերը, ինչպես սկսեցիք կրկնօրինակել այդ տխրահռչակ բլոգեր Քյամրամին։ Հա, այսպես է եղել, ես մի քանի տարի առաջ Վրաստանում Բաթումիում հանգստանում էի ընտանիքիս հետ։ Այդ ժամանակ մի վրացի կար, որ ինքը հայերին չէր սիրում ու ինքը բեղերով էր ու աշկը մի տենց շլդիկ էր որ ինքը ասում էր, որ հայերին չեմ սիրում, ադրբեջանցիների լավն է, ես որոշեցի այդ կերպարը, որ պետքա հորին եմ շլդիկ շալիկով։ Ու երբ ես տեսա Քյամրանի գործունեությունը, ես ասացի, պետք է ուրեմն ես իմ հումորի միջոցով մի երկու խոսք տեղ հասցնեմ ու հասել է շատ լավ տեղ հասել։ Առիթ եղել է մի քանի անգամ խոսել եմ, ուղիղ խոսքով եմ ասել, կատակով եմ ասել։ Ինքը իմ մասին ընդհանրապես չի ուզում խոսալ, ես գիտեմ խի չի ուզում խոսալ, որ իր ազգի այն մի մասը, որ իմ մասին տեղեկություն չունի, չիմանա, որ իրան չասեն խոսքի, դե մի արա, որովհետև այս մարդը քեզ ուղիղ ասել է, մի արա, ես չեմ անի։ Բայց ինքն էլ ինձ ասեց, որ ինքը պետական հեռուստաընկերություններից մեկում աշխատում ու չի կարող խոսք տա, որ երբևիցե հայերից չի խոսա։ Այդ պատճառով էլ դուք էլ ձեր, այսպես ասած, ձևով փորձում եք որոշակի առումով սեղմել։ Դա ես իրան ասել եմ, պետքա չանես կամ պետքա ներողություն խնդրես հայերից, եթե չէ, ես էլ մինչև վերջ շարունակելու եմ։ Վարդան Ղուկասյանի նմանակումը եւս տոկուսակցության падգամավոր Վարդան Ղուկասյանին մեծ իրարանցում էր առաջացրել, հատկապես երբ արհեստական բանականության միջոցով կամ ֆոտոշոփի միջոցով նստել էիք իր տեղը, հագել էիք իր վերնաշապիկը։ Ես միակ մարդն է կարելի ասել, որ մտածել եմ, դե ես չեմ ճանաչել, մտածել եմ, որ կարա չգիտեմ, ինձ էլ վատ անդրադառնա։ Ես ուղարկել եմ վիդեոն տեսել, նոր ես սկսել եմ իր նմանակումը անել, իր դուրը եկել է, հավանությունը տվել է, դրանից հետո սկսել եմ անել։ Դա էլ լավ ընդունվեց, իրականում չի եղել մի նմանակում, որ լավ չընդունվի։ Հա կան որոշ քաղաքական ուժեր, որ իրանց թիմը չեմ սիրում, իրանք թիմ են դարձրել, իրանց թիմից ինչ-որ մեկի նմանակում անում ես, հիստերիայի մեջ են ընկնում, բայց ես փորձում այդ չափը չանցնեմ, էդի իրանց պատկերացմամբ, իրանց ուղեղում եղած ինչ-որ կարմիր գծեր, որ շատ նեղա, բարդույթներ, տպած ընդհանրապես իրար չունի էլ ինչ-որ սահման, դրա համար իրանց մոտ այդպես բաներ առաջանում, կարճ միացումներ։ Կարծում եմ մի մասն էլ այսպես աղոթում է, որ դեռևս իրենց չեք հասել։ Մենակ Արմեն չկան, չկան։ Մենակ Սարգսյան չկան։ Արամ, ձեզ համար հումորը զվարճանք է, թե ավելի շատ սոցիալական խոսք։
Զվարճանք է, սոցիալական խոսք հա շատ է պարունակում, բայց ես կյանքում եմ այտենց, ես հումոր չեմ կարա չանեմ, ես ինձ հիշում եմ, հումոր անում եմ, ցանկացած տեղը, ինձ չեմ կորցնում, էլի, ես իմ դերի մեջ եմ մտնում սկսում։ Ռեպերտուարի մեջ եմ։ Եվ հետաքրքիր է այս պարագայում նաև ձեզ համար, եթե օրինակ դնենք շերքի նժարներին երկու, ավելի շատ կարևոր է ծիծաղեցնելը, թե այսպես մտածեցնելը, այսպես բառ չկա, բայց նշեմ, մտածեցնելը։ Հասկացա։ Երկուսը մեկում եմ անում, դա իրականում սկզբից հումորն է, ու փորձել եմ շատ եմ փորձել հումորով շատ ասելիքս տեղ հասել, բայց փորձում եմ երկուսը մեկում անեմ, դա էլ է լավ ստացվում։ Իսկ հումորով մարդ լինելը կյանքում խանգարում է, թե ավելի շատ օգնում։ Շատ է օգնում։ Իրավիճակներից դուրս եք գալիս։ Իրականում շատ է օգնում, որ դրսում տեսնում են, ժպտում են, արդեն գիտես, որ ոնց ասեմ, դու կարացել ես իրան ժպիտ տաս, թեկուզ այդ մի անգամ է։ Հետաքրքիր է, վստահ եմ հեռուստադիտողներին, թե ինչպիսին է Արամ Մանուկյանը տանը։ Ինչպիսի հայրեն է, արդեն հասկացանք, որ երեխաները սոցիալական հարթակներ չունեն, այդտեղից որոշակի առումով դաստիարակության վրա մեծ շեշտ դնելը եւ երեխաների դաստիարակությամբ շատ լուրջ զբաղվելը, ինչու եմ այսպես նշում, միգուցե շատերը զարմանան, իսկ ով չի զբաղվում իր երեխաների դաստիարակությամբ, քիչ առաջ TikTok-ի մասին խոսելիս կարծում եմ արդեն պարզ է։ Ձեզ համար առաջնահերթություն է, իսկ ինչպիսին եք տանը։ Խելոք։ Տանն էլ էլի կատակներ շատ եմ անում, երեխաներս իմ նմանակումն են անում։ Ճիշտ է, քիչ ժամանակ։ Այսինքն կան այնպիսի մարդիկ, ովքեր որ ձեզ են նմանակում։ Աղջիկս շատ տիպիկ ինձ նմանակում է, հա։ Շատ քիչ ժամանակ եմ ունենում ափսոս, դա էլ իմ երևի ստեղծագործական ժամանակը որ շատ է, այդտեղ մի քիչ է այդ մասնա որ դուրս չի գալիս, բայց կարծում եմ ես շատ լավ հայր եմ, շատ լավ ընտանիք ունեմ, ինձ թվում է, ոչ թե ինձ թվում է, համոզված եմ, 100% համոզված եմ, ինձ Աստված օրհնել է, էսի Աստծո օրհնությունն է, որ ես վայելում եմ։ Իսկ դժվար չէ ունենալ հումորիստ, դերասան, ակտիվիստ ամուսին։ Իրան պետք է հարցնի։ Վստահ եմ նա ձեզ երբեմն ասում է այդ մասին։ Դժվար է, հա, շատ ենք խոսում, որովհետև իրան ժամանակից է, էլի, որ ես ոնց որ իրան ժամանակից եմ վերցնում։ Ես էլ եմ հասկանում, որ շատ քիչ ժամանակ եմ տրամադրում։ Արամ, վստահ եմ բոլորիս կյանքում են, թե մասնագիտության մեջ, թե առհասարակ կյանքում լինում են, երբ մոտիվացիան կորում է։ Ոնց որ ձեզ մոտ չի լինում, ձեր դեմքի արտահայտությունից այսպես հասկացա։ Հələ փառք Աստծո, չի եղել նման բան, բայց ընտանիքս ինձ մոտիվացնում է, էլի։ Ընտանիքս, ընկերներս, հանդիսատեսս, հետևորդներս, որ դրսում տեսնում են, որ տեսնում են, ժպտում են ջան, ջիգար, հա, ոնց ես, ոնց չես, այս մեկը շատ լավ ասեցի, այս մեկը շատ դուրս եկավ, այդ էլ է մոտիվացնում շատ։ Իրանց այդ շատ անմիջականի մեջ շփումը, ես այտենց բան չեմ, էլի, ասում զվյոզդը տարած, ես ինձ ոնց հիշում եմ, այտենց կամ ու կմնամ, էլի, մեծ խոսալ չլինի, որտեղ ես ինձ լավ եմ ճանաչում։ Այսօր գրեթե դերասանների 60 կամ 70%-ի խնդիրը դա է, անգամ պարզապես սերիալում մի փոքր դեր մարմնավորելուց հետո փողոցում չեն ճանաչում։ Դերասանը կոպիտ ասած ինչ-որ միտեղ կարող է եւ իրավունք ունի, հա, բայց այդ սոցհարթակներում ճակերտավոր բլոգեր, տիկտոկեր, սթրիմեր, չգիտեմ, ասենց ինչ-որ բաները չունեն, բայց իրանք ավելի շատ հպարտ են։ Իրանք չեն մտածում, իրանք ոնց են ճանաչել, ճանաչելությունը իրանք ինչին էր պետք, կամ իրանք ինչով օգնեցին կամ խանգարեցին, այդտեղ ավելի շատ աստղային տարած մարդիկ կան, քան երգիչ-երգչուհիների։ Դե երգիչ-երգչուհիներին սովորեինք։ Հա, միգուցե։ Արամ, եւ ուզում եմ խոսենք նաեւ սահմանի մասին։ Վստահ եմ դուք ձեր առաջ
ունեք որոշակի սահման, որը երբեք չեք անցնի։ Ձեր հումորային տեսանյութերում եւ կրկնօրինակություններում առհասարակ։ Դե այդ սահմանը պարտադիր է։ Այդ սահմանը որ չունենաս, հաջողությունն էլ չես ունենա։ Կարաս անես շատերին դուր չգա, մինչև դու ուզենաս հասկացնես, որ ես էս չէի ուզում կամ չգիտեմ, պատճառներ մանգաս, արդեն շատ ուշ լինի։ Դրա համար միշտ ոնց ասեմ, ավելի չափից շատ եմ փորձում մտածել, կարելի է, չի կարելի, պետք չի, ժամանակն է, տեղն է, թե տեղը չի։ Ուզում եմ խոսենք նաև մոնո ներկայացումների մասին։ Տեղյակ եմ, որ այսօր մարդիկ ավելի շատ են լինում ներկայացումներում, կինոներում եւ այլն, ի տարբերություն նախկին տարիների, հա, կարծես թե ավելի գնում ենք այդ առումով դեպի ցիվիլ դաշտ։ Ուզում եմ դուք խոսեք հենց ձեր մոնո ներկայացումների մասին։ Ինչ է կատարվում ներսում, բոլոր այն մարդիկ, ովքեր որ չեն եղել ու չեն տեսել, ուզում եմ մի փոքր բացեք փակագծերը, թե ինչ ձայներ են լսվում ներկայացման ընթացքում։ Ոչ թե իմն է դրա համար եմ ասում, թող գան, համոզվեն, տեսնեն, որ շատ ծիծաղալու է, շատ։ Սկզբից մինչև վերջ ամեն մի քանի վայրկյանը մեկ ծիծաղ կա։ Ես երազել եմ, դրա մասին եմ երազել, որ ես ունենամ ներկայացումներ, որ իմ հանդիսատեսը ինձ անդադար ծափ կտա, կսիրի, կծիծաղի ու լավ տպավորություններով կգնա թատրոնից։ Բայց ես ձեր հետ մի տեղ համամիջ չեմ, որ հիմա շատ են գնում ներկայացումներ։ Մեր հասակակիցներն են իրականում գնում, մեկը ավակ սերունդը։ Հա, նոր սերնդի մասին ես չէի։ Ես 100 տոմս գնեցի TikTok-ում ասեցի։ Այն երեխաները, ովքեր որ TikTok չունեն, մանկական ներկայացման տոմսեր 100 տոմս գնել էի, որ տայ գնային։ Ինչ բարձ 30 հոգին գնաց։ Այսինքն Հայաստանում այդ 30 հոգին TikTok չունի երեխաներից կամ չի հետաքրքրում իրենց։ Չէ, այդտեղ շատ աշխատանք կա, պետքա գնան թատրոն։ Որովհետև այսօր բլոգերներ կան, սթրիմերներ կան, որ իրանց թվում է, որ իրանք ավելի բարձր են, քան թատրոնը, ավելի բարձր են, քան թատրոնի դերասանները, բայց թատրոնի պատմությունը ամեն գիտենք։ Իհարկե մենք գիտենք, բայց եկեք ձեզ հետ մի փոքր ոչ թե հակառակվեմ, այլ կարծում եմ հասարակությունն է տալիս նրանց այդ ինքնավստահությունը։ Այո, այդտեղ համաձայն եմ։ Միանշանակ։ Այդպես չի նստում տանը ինքը որոշում։ 1000 ներողություն իմ վրա բերեմ ուրիշները ված չզգնես, եթե ես հիմարություն անեմ, ինձ ծափարեն, ես ոգևորվել եմ, չէ՞, ինձ կորցնելու եմ իմ հաջողությունից, սկսեմ ավելի ապուշ բաներ անել, չէ՞։ Այդ եղավ, որ ժողովուրդն է մեղավոր։ Ժողովուրդը այո, գնահատում է այս կամ այն մարդուն եւ հետեւաբար այդ մարդը ունենում է այդ ինքնավստահությունը որոշակի առումով նաեւ իրեն չի համեմատում թատրոնի դերասանի հետ։ Ավելի բարձր է դասում։ Արամ, ուզում եմ նաեւ խոսենք երգարվեստի մասին։ Ես նկատեցի ձեր ամիսներ առաջ հրապարակած երգը մի քանի օր առաջ եմ գցել, մի շաբաթ առաջ, այն ավելի գեղեցիկ երգ է, ու արդեն լավ հաջողություններ է գրանցում ու ավելի շատ գետ այնց թվում է։ Իսկ մենք հնարավոր է ձեզ արդեն ավելի շատ տեսնենք այդ ասպարեզում։ Չէ։ Չեմ բացառում, բայց չեմ ուզում ավելի շատ։ Երգը ինձ համար ավելի շատ հոբի է, որ էդ էլ կա, սիրում եմ շատ տաղանդավոր մարդկանցից լսել եմ, որ հաստատ կարող եմ ավելի լավ եմ երգում, բայց ես ինձ հումորի մեջ եմ ավելի լավ զգում։ Իսկ ինչպես եղավ հրապարակելու ցանկությունը, որ մարդիկ երգի հրապարակման ցանկությունը, որ մարդիկ ճանաչեն, մարդիկ հասկանան, թե մարդիկ լսեն նաև որակյալ հումորի զուգահեռ նաև որակյալ։ Չէ, մի քանի cover-ներ եմ արել, իրական դերասաններից շատերն է, չէ, երգելու տաղանդ ունեն, ունակություն ունեն։ Կարծում իմ մոտ էլ է ստացվել, համել cover-ներ, որ արեցի, լավ արձագանք եղավ։ Ես մետի միշտ նայում եմ ու կան շատ խելացի մարդիկ իմ հետևորդների մեջ, ես իրանց միշտ նայում եմ, եթե իրանք լավ արձագանքեցին, դա նշանակում ուրեմն հաստատ ստացվել է, որտեվ կան մարդիկ, որ ձևական այդ լայքը կոպիտ ասած դնում են, հա,
Ես այդ չեմ նայում եմ տվյալ մարդը ինքը ով է, ինչ է, իրանից ինչ է ներկայացնում, եթե ես իրան դուր եկել եմ ստեղ, ուրեմն հաջողվել է։ Եղել է դեպք, ես վիդեո եմ տեղադրել, զգացել եմ, այդ իմ նշված մարդկանցից մեկի դուրը չի եկել, ընդամենը մեկի ես հեռացրել եմ այդ վիդեոն, ու այդ մի անգամ ունա եղել, որ ես վիդեո եմ հեռացրել։ Առողջ քննադատությունները դες համար Եթե առողջ, իհարկե, եղել է առողջ քննադատություն, անծանոթ մարդ հետևող գրել է, ես հիմա իր այդ ընկերություն եմ անում։ Արամ, եւ շատ դեպքերում, երբ ծնողները այս ասպարեզում են, դերասան են կամ մի փոքր ավելի երգիչ, երգչուհի են ու դժվար ճանապարհ են անցել, չեն խրախուսում իրենց երեխաներին այդ ճանապարհով գնալ։ Դուք արդեն հասկացանք, որ աղջիկը տիպիկ նմանակում է ձեզ։ Ուզում է, իրականում ինքն էլ է ուզում, երևի մեծ հաջողություններից ոգեշնչված կամ չգիտեմ, ինպես կարող է ունի ինքն էլ իր երազանքներն ունի, բայց ես չեմ ուզի։ Ինչու՞։ Այս ամեն ինչը տեսնելով չեմ ուզի։ Շատ բաներ կա, որ վարակույրից այս կողմը, չէ։ Իսկ տղայի դեպքում տղաս չեմ կարծում, չէ, չի ուզում ինքը մի քիչ ուրիշ է։ Ուզի էլի չեմ ուզի։ Այն ճանապարհը, որ ես անցել եմ 34-5 տարեկանում նոր դարձել եմ Արամ Մանուկյան, հա, այդ ճանապարհը ես չեմ ուզենա իմ երեխաները տեսնեն։ Շնորհակալ եմ Արամ, եւ ուզում եմ հաղորդման վերջում հնչեցնել իմ ավանդական հարցը, որն է ձեզ համար բացարձակ արժեք։ Ընտանիքը, մեծ ընտանիքը, հայրենիքը։ Ես ընտանիք հասկանում եմ Հայաստանը, իմ հայրենիքը, իմ ընտանիքը, սեփական, իմ հայրական ընտանիքը ու ես մեծ ընտանիք։ Իմ բացարձակ արժեքն է, ու իմ Աստված։ Շնորհակալ եմ գալու համար, վստահ եմ հետաքրքիր, ուսուցողական ու շատ սիրուն զրույց ունեցանք։ Շնորհակալ եմ։ Եթերում բացարձակ արժեքներ, կհանդիպենք։